Դուք խոսեցիք երաշխավորված խաղաղության մասին, որ Իրանը պահանջում է երաշխավորված խաղաղություն, եւ ընդգծեցիք, որ այլևս ԱՄՆ-ի ներկայությունը դա անվտանգության երաշխիք չի։ Եթե գանք հայաստանյան իրականություն, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանրայինի եթերում, հարցազրույցի շրջանակներում ասում է, որ այո, թեկուզ տնտեսական ներկայություն Թրամփի թրիփի շրջանակներում դա այո երաշխիք է, որ 99 տարով մենք անվտանգ ենք։ Նաև ԿՊ որոշ կարկառու ներկայացուցիչներ պնդում են, որ բաղադրիչներից կարևորագույն բաղադրիչներից մեկը դա է։ Բա ուր է այդ երաշխիքը։ Հասկանում եք, ինձ մի քիչ դժվար է քննարկել քաղաքագիտական փորձում եմ ցենզուր բառ գտնել, չի ստացվում։ Դեռ քաղաքագիտական անհեթեթություն է, խորհուրդ եմ տալիս ԿՊ-ին շուտ զանգել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին կամ զանգել էմիրություններ, շեյխերին, հա, կամ զանգել Կիպրոս, իմիջիայլոց, հիշում ենք, չէ՞ որ Կիպրոսի ուղղությամբ էր կրակել, այնտեղ բրիտանական բազա էր Իրանը, եւ տեղյակ պահել, որ ասել, գիտեք, դա իրանցիները տեղյակ չեն, որ Ամերիկայի դրոշը կամ հետաքրքրությունները ինքնին երաշխիք են, որ պատերազմ չի լինի։ Իհարկե հիմարություն է, ասեմ ավելին, դրա մասին մենք բազմաթիվ անգամ խոսեցինք տխրահարճակ այդ Զանգեզուրի միջանցքը, որ փաթեթավորեցին թրիփի մեջ ու տենց բերեցին Վաշինգտոնում պաշտպարոշտիներով Ալիևի հետ տենց ստորագրեցին, չգիտեմ ինչ արեցին, հետո Տրամփի հետ, բա ուր է։ Հիմա դուք պատկերացնում եք, եթե օրինակ թրիփը արդեն լիներ, այսինքն Հայաստանի տարածքով անցներ Միացյալ Նահանգների լոգիստիկ ռազմավարական, ինչպես իրենք են ասում, չնայած տնտեսության հետ կապ չունի քաղաքական, հա, պրոյեկտը, ռազմավարական ճանապարհ։ Պատկերացնում եք ինչ է լինելու։